Ողջույն բոլորին, մենք աշխարհի կենտրոնում ենք, Սիրո քաղաքում, Փարիզում, ու Փարիզի հաղորդումը ուզում ենք սկսել կենտրոնական փողոցից, Շանզելիզեից։ Գնացինք։ Գժանոց տեղ, ինչ ձևի մարդ ասես կա, երդվում եմ, ինչ չես տեսել կյանքում ստեղ կտեսնես, սպորտսմեն տատիներ, տրանսվիստիտ պապիներ, չգիտեմ, ինչ ասեմ, հղի տղամարդիկ, մոտոքշող շներ, ամենաանհավանականը ստեղ ա լուրջ եմ ասում։ Ինչ ա եղել երեխեք։ Ինչա կռիվա, ինչա, չէ, թե հաց են ուտում։ Չես ճոգում արա։ Հասկացա։ Ոչ մի բան էլ չհասկացա։ Որտեվ իրականում կեսը հաց էին ուտում, կեսը ինչ-որ բանը։ Կռիվա երևի։ Գնամ նկարվեմ հետները, տենամ կնկարվեմ։ Փախաները, փախակ երեխեք։ Նենց հետաքրքիր է, սիրուն են մարդիկ, ում նայում ես սիրուն դեմքեր են։ Մենակ դեմքով չէ, հակ ու կապով, ամեն ինչով, սենց բոլորը կոկիկ, ստիլնի, ակուրատնի, սաղ ռուսերեն ստացվեց, հա բառերը, բայց կարևորը միտքը հասկացաք։ Դե Լուի Վիտոնի հայտնի խանութի շենքն է, պայուսակի տեսքով կանացի, այս մի քանի տարի առաջ է կառուցվել, այս դիզայնը տրվել, չինացիներն են ստեղ հիմնականում մորթում, փրթում, թալանում, այդ երևի հայտնի է բոլորին ու միշտ հերթ է դռների մոտ, հենա կարակ նկարեք, մինիմում մի 5-6 հոգի, մաքսիմումը դե չասեմ ինչքան։ Երեխեք հենայք, ջուր են ցանում, խերելնի, հազիվ մի հատ պուլպուլական նման ջրի ակունք կա, որ ասենք մարդը խեղտվի մեռնելուց, մի կում վերցնի բերանը։ Ես էլ Apple-ի խանութն է, թե ասա դուք ինչ գործ ունեք Apple-ի հետ որ ծախում եք, ձեր գծի մեջ մնացեք, էլի, ոնց որ Ամերիկայում քրուասան ծախեն։ Որ անկարծ բռնեն ասեն ինչ եք նկարում ես կոմենկոմ, ասում ենք կենտրոնական հեռուստաընկերությունից ենք, ռեպորտաժ բան, ճոգիր, որ բան չլինի, République Télévision, Paris, Պաստի վաբշե ես ֆրանսերեն խոսալով գնամ, թող իմանան ստեղի լրագրող եմ, էլի, նման եմ, չէ, բոյով, կյաշ, չաղկալ, կակրաս ֆրանսիացի եմ իվեր, Ֆրեդերիկ Լումիերն եմ, Bonjour, le Paris des Signes, les National Télévision, les Républiques et Investitionnel Télévision, c'est chiant, des gardes, les patries, les enfants, l'édition, et tiens, on dit, les marketing, bon, pas vous. Voilà, c'est ça.
Նայեք, գեյ ֆրանսիացի ու քյարթու հայ, իրար հետ ինչ են խոսում, չես հասկանում։ Երևի պարկովքի տեղն է կորցրել հայը, ասում ախպեր, կարող է իմանաս ոնց իջնեմ Citroën-ից մոտ, էնել ասում ես իմ արևս։ Ես Max Mara-ի պարֆյումի համար եմ մենակ պատասխանատու։ Պարկինգը ունեմ։ Այս պահին ուզում եմ ձեզ մի հատ շատ անկեղծ բան խոստով անել։ Սա իմ կյանքում նկարահանված պրոյեկտներից առաջինն է, որը չունի սցենար։ Սա իսկապես ռեալիթի է։ Մենք այդ պահին ինչ տեսնում ենք, ինչ զգում ենք, ձեզ ցուցադրում ու ձեզ հետ կիսվում ենք, սիրելի հետևորդներ։ Այ հոգնեցինք երեխեք, սաղ Շանզելիզեն ոտնատակ արինք, Շանզելիզե վիճակ ամոտներս, բայց դե Փարիզի մասին հաղորդում նկարել ու չնկարահանել ամենակարևորը, եկեք գնանք Էյֆելն էլ փնտրենք, որտեղ կլինի։ Կարամ սենց ֆրանսերենով մոտենամ իմ կեղծ ֆրանսերենով հորինած, հարցնեմ, parce que vous voulez version de version Eiffel Վերջում ասեմ Էյֆել ինձ թվում է բոլորը ուղղությունը ցույց կտան, կարծում եմ մի կես ժամ այստեղից գնացինք։ Արա չենք գտնելու վերջը այդ գրյոբնի ժեշտի կտորը։ Pardon, qu'est-ce que vous voulez version de Eiffel Ասում ես չգիտեմ ուր է Էյֆել։ Էլում հարցնենք, չաղո ջան։ Ներողություն։ Ոյ, pardon։ Տովիր ջարդիր աղջկա ուսախպեր։ Տեսակ օպերատորը ոնց տվեց մեր քույրիկին։ Կորպուս արեց է, ընկնում էր արդեն։ Ստեղ այդ լուրջ հարց է։ Արա լավ ուր է այդ Էյֆելը։ Անկախ մեզանից ընկանք ինչ-որ պետական միջոցառման մեջ, չենք էլ հասկանում ինչ տարածք է, բայց ինչ-որ վաժնի հյուրեր են գալու հեսա, տենց մի վագոն ոստիկանություն, լիքը ինչ-որ ախրանաներ, բաներ, հսկողություններ, ես էլ նվագախումբն է, սպասում այդ կարևոր մարդիկ մտնեն, սպասում են, որ պոմ, ինչ-որ բան է լինելու, եղբայր Քեզ եմ օպերատորին եմ պատմում, փոխանակ ձեզ պատմեմ։ Սա Փարիզն է։ Տեսեք ինչ ճաշակով ընկերուհիներ են, մի հատ գնավրաներ է, էլի, լավ իմաստով։ Նենց արա երկուսն էլ Երևան։ Սաղ բռնացրած, ծուծուլ կֆծուծուլ Այդ որ սենց էր անում, ասում է, հեսա երկու օքվել ենք վեկալում, գանք ջարդները տանք։ Այ այս տարիքից գրավում են Ֆրանսիան արաբները, իմացեք, թուրքերը Գերմանիան են իրանցով արել, արաբները Ֆրանսիան, բայց չքաղաքականացնենք, անցնենք առաջ, փնտրելով հրաշք Էյֆելը։ Վատ բաներ չեմ ասում, հրաշք, որ մենք չենք գտնում ուրեմն հրաշք չի, հրաշք է, ուղղակի մենք չենք գտնում, դի լավ մանգանք չէ, ինչը լավ ես մանգալից, գտնում ես, բարև ձեզ։ Ասում բարեձեզ, ասում է յակոմ եմ արա։ Նայք, սև աչերը թուրքերեն երգում է։ Ներվերս քայքայվեց, եկեք հա, գործ չունեք։ Եկեք ավելի լավը նավերը նայենք ինչ սիրուն է։ Բայց ինչքան եմ սիրուն Հələ պրես են եղել, ստից շարժվում են։ Ու կան նաև նավեր, ասում են, որ նավ ռեստորան է ինքը, այդտեղ կարաս ծնունդ միջոցառումներ անես, ինքը պտտվում է ջրի վրա, էլի, բայց դու տենց ուտում խմում, տամ Շատ սիրուն է, շատ, անկեղծ։
Այսենց հետաքրքիր մարդկանց հետ սպասում ես կանաչը բացի։ Բացում է, անցնում ես, էլ երբեք չես տեսնում իրանց։ Ճակատագիր։ Այն շմերրացա, բարև հարազատ։ Excusez-moi, pardon, parce que vous laissez le poitrine de viande de fil? Ուր այդ անիցյալ Էյֆելը գժվեցինք ոտերից վրա հալ չմնաց, արա մեծ մարդ ենք ի վերջո։ Ներողություն, Էյֆելը 1000 անգամ կներեք, մեկը թուշեք։ Արա ասա մետ նավիգատոր դրեք գնացեք էլի տնաշեններ։ Էս որ դառնա։ Հեռախոսը ունենք, օպերատոր ունենք, ինտերնետ ունենք, նավիգատոր ունենք, բա ինչի ենք ինձ սենց քրքրում։ Էյֆել, հա Էյֆել, գժի տեղ են դնում մարդիկ։ Խփի գնանք աղբորպես։ Ոյ, էնում աղբերն է։ Դու աղբեր էլ չես, քուրա, հարազատ։ Մենք հիմա Էյֆելյան աշտարակի ամենագեղեցիկ դիտման կետում ենք, ասում են այս կետից ամենասիրունն է երևում Էյֆելը։ Բայց ինչն է հետաքրքիր, որ Էյֆելի դեմ դիմաց, ուղիղ դիմացի մայթին տեղակայված է այս արձանը։ Շատ տարօրինակ է, էլի, ասա ամբողջ աշխարհից մարդիկ գալիս են Էյֆելը տեսնեն, դու դեմ դիմացը կանգնած հեչ Սրանք ամուսիններ են, նայ, քունները տանում անոր են եկել, հələ ռեժիմին չեն հարմարվել, աշկները կպնում է։ Դարձոս։ Կարելա ձեր հետ նկարվել։ Մահրամ ես կատարջել եմ։ Բա այսքան մարդու մեջ մի հատ հայ չտեսնես, անհնար է, շատ լավ է։ Լարիշն ենք տեսնենք ներքերները ինչա պտտվում։ Այս սաքսոֆոնը հար եղբայրն էլ ուր գնում ենք գալիս է, Շանզելիզեին ընդեր։ Եկանք Էյֆելի մոտ հավաքվեց եկավ, ինչ ես ուզում։ Տեյլորն է։ Անդրանիկ, ինչա ուզածդ։ Ես էլ Ռոզովայա Պանտերան է, են Միկի Մաուսի հետ նույն ֆակուլտետն են ավարտել, տիկնիկա բանականը։ Սրանք հաստատ լոխ են, գնամ կպնեմ, կպշկվեմ փողմող ուզեմ, մի բան տանեմ վրեքներից, ափսոս գնացին։ Ախպերս, բան չէ, թինգը տված, Էյֆելի տակ, դու ասա, ինչ կա Հայաստան եք, էխ կարա, չոքնակ, ինչ եք գտը, Էյֆելի հերթը խեղտում իրար, օրնի բուն, առավոտից իրիգուն, տարին 12 ամիս, օրն էլ 24 ժամ։ Ես ինչ արա, ես ինչեր են արա, ինչ-որ բան է եղել ծառերի վրա երևի, առաջ չկար, նորմալ գլատքի ծառեր էին, ես հիշում եմ, էլի եմ եղեստը, լավ, վերջ, հասկացանք, գյորմամիս չենք, մենակ Էյֆելն ու Շանզելիզեն չեն ես քաղաքում, լիքը հլը
պատմամշակութաճարտարապետաշինարարական գեղեցկություններ կան։ Եկեք գնանք տեսնենք, էլ ինչ կարանք ձեզ ցույց տանք։ Էդ ինչ ես անում, եղբայր։ Ասեցի սիրուն բաներ նկարի քաղաքում, տենց սիրուն չէ, Փարիզը շարունակի։ Շանզելիզեներն ու Էֆելները պտտվեցինք իրանց բոլոր մանրամասնություններով, ձագ ու ձուգերով, ու ասեցինք հասցնենք նաև էլի հետաքրքիր տեղեր գալ։ Լուվրում ենք, ինչպես տեսնում եք, հանրահայտ Լուվրում են հայտնի պիրամիդան։ Տեսնում եք եւս աստվածային չքնաղագեղ ճարտարապետություն կրող շենքերն ու շինությունները, որոնց մեջ պատկերասրահներն են, թանգարանները, որտեղ պահվում են աշխարհահռչակ արվեստի գործերը։ Մի աննման, մի անկրկնելի, մի չքնաղագեղ, մի շենշո, մի բառեր չեմ գտնում ասելու, չգիտեմ։ Ընկառսների ջրերը տեսեք։ Այս էլի Լուի 14-րդն է, մեր եղբայրը, հիշում եք, Լիոնում էլ կար կենտրոնական հրապարակում, ուղղակի մի տարբերությամբ, որ այնտեղ ուղիղ էր նայում, այստեղ տենց մի քիչ թուլացել է, վիզը ծռել է, ոնց տեսնում եք։ Վիզը գցել է, էլի, ես գեղեցկության մեջ բա ինչ կանի, նայեք որտեղ է ինքը։ Այստեղ կան մի քանի բարձր այսենց քարից շինություններ, ինչ ասեմ, բարձրություններ քարային, հատուկ նրա համար, որ մարդիկ կանգնեն ու Լուվրի թանգարանի ֆոնին այս պիրամիդայի առաջ նկարվեն։ Մենք էլ ենք հերթի մեջ ոնց տեսնում եք, մի նկարել ես ունենամ, աշխարհ մեռնել կա։ Ուղղակի ես չինացիք չեն վերջացնում, անդադ նկարում է մամային, տարբեր պոզաներով։ Մաման ծաղկաման, էլի լրիվ։ Լավատիկ ինչ ան ստացվեց, դե իջեք մի հատ էլ եղբայրը նկարվի։ Տուժած տղա ենք։ Աղետի գոտուց ֆրահլը բան եմ ասում։ Ֆրա բան եմ ասում մի հատ։ Հալավ դե բաներ ասի, մի նեղացի։ Ինչ ելնում է հոտում ես սենց։ Արի բարիշ ենք, լավ։ Չխասյաթուն ես չփոխվար էլի։ Ուր ես գնում կարմիր գլխարկ, ես գորշ գայել եմ։ Տատիկիդ կարկանդակները պիտի չէ արա այս ուրիշ կերպար էր, խառնեցինք։ Տես հիմա էլ կարմիր ժակետով, տարբեր շորերով նկարվում է մամաշան։ Կայլ էր ուրիշ տեղ հերթ պահել, արա 8 հատ կախենք հենց ստեղ լրվել։ Շատ լավ է, տես բրնել է, յանի գլխից բրնել եմ պիրամիդան։ Արվեստի գործը թողած, մարդիկ գալիս են արվեստի գործեր նայելու շենքերի ներսում։ Արվեստի գործ գա։ Ընտիր տիկին ջան, հաչալու եմ, գիտես։ Այս կողը վերցրել են մի օրով ապեր չիչնեն այսօր։ Սյո, իչավ, մաման իչավ։ Իչավ մաման, օգնեմ, թե կաղա ուրիշ ձև հասկանամ, ոտքի խնդիր ունի երևի, ռևմատիզմ, հիմա ես բարձրանամ, մի հատ նիուկլուժի ինվալիդ էլ ես եմ էլի, մեծ հաշվով, դա ես է բարձրությունից հայտնի վախեցող, բայց ես ինչ բարձրություն է, գնաց, մի հատ ֆոտո էլի եղբայրս Լուվրի ֆոնին։ Դե բնականաբար մենք թանգարան չենք մտնի երկու պատճառով, նախ որովհետև սա այլ բնույթի հաղորդաշար է, եթե նկատել եք ավելի ժամանցային և հումորային, և երկրորդն էլ հետաքրքրվեցինք ուրեմն Լուվրի բոլոր թանգարանները, պարզվում է
պետքա 15 օր անդադար առանց մի պահ շեղվելու, առանց զուգարան գնալու, հաց ուտելու, այտենց պատկերացնում եք, 15 օր անդադար պիտի նայես, որ կարողանաս բոլոր ցուցադրված արվեստի գործերը տեսնել, ամեն մեկին տրամադրելով միջինում 15 վայրկյան, հասկացաք ինչա կատարվում։ Հիմա ձեզ ինչ ցույց տանք։ Բան ենք խոսում, տիկին ջան, գոռում եք ու համել Մոնալիզային զանգեցի նոր, Ջոկոնդային մեր գիտեք, բահով ջան լիքը մարդ կա մոտս, տուրիստները լցված են, մի ուրիշ օր եթե կարելի է, ցրեց, էդ էլ իր հերթին, էդ էլ 3, գնացինք։ Վերջ, ես էլ Լուվրը, գնանք մի երկու բան էլ ձեզ ցույց տանք Փարիզից, որ հաղորդումը տենց լիարժեք Փարիզի մասին լինի, էլի գոնե։ Չնայած նենց տեղա Փարիզը գիտեք երևի, որ ինչքան էլ ցույց տաս, լիքը ցույց տալու բան ա մնում, բայց գոնե գնանք Վերսայի այգիները, պալատը, ճանապարհին Աստվածամոր տաճարը, խառը, տենց որ մի քիչ լեցուն լինի, բան ու գործներս թողած, հաղորդում ենք նկարում, վաղը ներկայացման եմ, պիտի պատրաստվեմ։ Ես էլ Վերսայի պալատը, սա էլ չենք կարող ցույց չտալ, ուղղակի ներս չթողեցին կամերայով, ասեցին նկարահանում չի թույլատրվում, ցավոք սրտի, բայց ինչ կարանք ցույց տանք, այսքանն է, գոնե դրսից տեսնեք, սա էլ շատ կարևոր վայր Փարիզի ու Ֆրանսիայի համար, աշխարհի համար առհասարակ, Լյուդովիկոս Լուի 14-րդը կառուցել 1661 թվականին, թագավորների նստավայր ա եղել, արքաների պալատ մինչև 1800 թիվը, դրանից հետո թանգարան ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխարհահռչակ պատմամշակութային գոհարներից մեկը ու ահավոր ակտիվ ու շարժուն տուրիստական վայր, շատ գեղեցիկ վայր, էլ ինչ ասեմ, այսքան ինֆորմացիոն էլ, այսքանի մեջ կատակ չկար։ Սրա կատակը կարա լինի այն, որ եկանք 45 րոպե քշեցինք հասանք, որ ձեզ ցույց տանք, ասին չեք կարա նկարեք առհա։ Հələ նայեք ում ենք տեսնում։ Հələ նայեք ում ենք տեսնում։ Լուին ա 14-րդ։ Ես մեր աղբորը 3-րդ անգամ ենք հանդիպում արդեն, մի հատ Լիոնում, մի հատ Փարիզի կենտրոնում, մի հատ էլ Արվարձանում, ստեղ Վերսայի պալատի դեմ դիմաց, այդ մեզ ինչ ա հուշում, որ մի մարդու արձանը եթե անդադ տեսնում ես, ուրեմն ամենաուժեղ տղեն ինքն ա եղել այսքան վաղ պատմության մեջ, այս երկրի համար, չէ, ու տենց էլ կա իրականում սիրելիներ, վրան էլ գրված ա Լուի 14, ծննդյան մահվան թիվը և տակը Ֆրանսիայի և Նավարիայի թագավոր, տենց հավաքել է արքաներին շրջակայքի մեր աղբերը ձիով, այս տրասով եկել են, մտել ընդեղ, ազգային ժողովն ա եղել էլի այն ժամանակվա, հավաքվե քննարկե, ծվրվե, այն թվերին, որ ասեցի, բայց դե թանգարան ավելի լավ չի։ Հերթը հասավ Փարիզի երկար սպասված ներկայացմանը, դե ինչ ռետրո ստենդափը Փարիզում, այս գեղեցիկ դահլիճում, պատրաստվում ենք։
Շարունակում ենք մեր շրջայցը աշխարհի մայրաքաղաք Փարիզում։ Նոր սուվիների բուտկից Վան Գոգի գլխով նասկի արա երեխեք։ Հիմա մտնում ենք Starbucks, մի հատ սուրճ խմենք, թարմանանք ու շարունակենք։ Ինչի ենք հենց այս Starbucks-ը եկել, ասում են շատ հետաքրքիր է ինքը։ Իրականում էլի Starbucks-ը բիզնեսը, բայց ներսը ինչ-որ հին պատմական շենք է, էլի տենց քանդակներով, ճարտարապետական գեղեցիկ շինությունը։ Տեսնենք թողեն նկարենք թե չէ։ Եկեք գնանք, համե զուգարան եմ ուզում, ահա որ։ Մի բան չհակնեն կարա, սաղ կանեն, նույն կուրտքից հակ է կանգնելա դեմս նայ։ Մարդիկ նստած, գործ են անում, կոմպերով հատվածը ներսի գիծնա, կողքերը տենց ավելի լաունջ վիճակներ, ստել սաղ դե տեսնում եք, կոմպերա, բարարա կոմպերա, կոմպերա։ Նայեք, ես էլ գեղեցկուհինա, Փարիզի աստվածամոր տաճարը, նայում ես դեմքին զգում ես խռովել է մարդկանցից, նեղված է, վառված է մուսուլմաններից էլի, բայց վերանորոգել են եւ ամեն ինչ տեղին է, ինքը էլի իր դիրքերում է ու հրաշք տեսք ունի ինչպես միշտ։ Նենց հետաքրքիր ու տարօրինակ բաներ կտեսնես այս Եվրոպաներում, որ էլ ասելու չի։ Փարիզում չինական հյուրանոցում ենք մնում, զուգարանն է։ Խնդրեմ, հեռախոս, զուգարանում հեռախոս, ինչ ես անում, այ ախպեր, հասկանալի չի։ Ալո։ Հա, նստել եմ արդեն ես, ամեն ինչ նորմալ է, բան ելնի կզանգեմ։ Այո։ Դե այսքան եկել ենք, մի քիչ էլ ձեզ ցույց տանք գիշերային Փարիզը, որը լրիվ ուրիշ գույներ ու ուրիշ տրամադրություն ունի։ Գնամ նկարվեմ հետները։ Նատել դու էլ ինձ նկար։ Բայց ասեք, որ Էֆելը գիշերով ավելի սիրուն է, քան ցերեկը։ Ես իմից տենց ա թվում։ Դուք համաձայն չեք։ Ու ինչն է հետաքրքիր, ովքեր չգիտեն ասեմ, Էֆելի լույսերը ամեն կլոր ժամերին, 0-0 հենց խփում է, մի րոպեով լույսերը անջատվում ու աստղիկներ են փայլում վրան։ Ուղղակի հայի բախտ է, չէ՞, հիմա ուզում ենք ցույց տանք անց 10-ը, 50 րոպե պիտի սպասենք։ Բայց ձեզ համար էդ էլ կսպասենք սիրով։ Ինչ անենք 50 րոպե։ Պիվա չխմենք 50 րոպե, եղբայր։ Ողջ։ Գիտեք կատակ է անում պիվա խմելու պահը։ 50 րոպե պիվա խմելը գիտեք ինչ ընտիր բան է։ Այս երեքն էլ իմը չի, չէ, մեկը օպերատորինն է, նկարում է, չեք տեսնում։ Այն մյուսն էլ մեր ընկեր Արսենինն է, գնացել է Զուգարան է գնացել։ Ողջ։
Բարև ձեզ։ Այս քաղցր է, թե աղի։ Գերմանական։ Աղի է, թե քաղցր։ Okay. Սա քաղցր է, էլի մի խոսք։ No. Պոպկորն կուտեք։ Էֆելի պոպկորն են ասում ես կնոջը։ Էֆելի տակ պոպկորն է ծախում 100 տարի է։ Մերսի։ Սա 5 եվրո ասում է։ Ասում է օբշի ինքը կես եվրո է չի նստում, պրոստը 1-ին 10 դնում եմ մեջը։ 1-ին 10, այդքան կարելի է մտնել։ 1-ին 10 էսի պահի էլի ապեր։ Ինչև փողը տամ։ Մերսի։ Մերսի։ Արա քաղցր արա։ Ասի էլ աղի է գլխով արեց։ Չեն հասկնում արա հայրեն։ Էլ նայեք Զուքարանի հերթը, ուրբաթ երեկո, Փարիզ, ակտիվ ջահելություն։ Այս տներն է հասել։ Գյոզաուտը ընկած, Զուքարաններին իխվատ կա։ Նայեք տարբեր ձեներ է հանում, վախացնում է մարդկանց, ես մարդը փողը հավաք։ Նայեք ինչ ձեներ է հանում կվատանամ, լացող երեխու բան։ Ինչ է եղել։ It's a whistle. No. Whistle the guy, fairy monkey, look. Ինչ է։ Ասմա դնում ես լեզվի տակ, սենց աննասուն ձեներ է դուս գաղի։ Նայ, կապուտը հանեց դեղին։ Կայպավաց իմանով։ Fairy. Կապում է։ Ինքը իսում է մեկա կարում է այդ ձեները հանի, ապուս օրո։ Խապում արա պլասմասի կտոր է ծախում, յանի այդ ձենն է հանում, բայց ինքն է կարում այդ ձենը հանի։ Ես մեկ ինչ վաշխառություններ կա Փարիզի կենտրոնում գիշերը։ And the fairy. Lawyer. Վատացնում է։ Կալիկ է, էլի կալիկ որ ասում են ինքն է։ It's okay. Խապեց արա, մի հատը տվեց, գիր 3 եվրո վզեց, յանի էտ 3 հատանոցն է, ու մի հատ տվեց արա։ Էլի։ Ասի հենց հիմա փորձում ենք ես, ինչ փախնես հանկարծ, եթե այդ բադի ձեները չկարացա անեմ, գալիս եմ չի բացվում արա, շուտ մի հատ տենանք ես ինչ է։ Սաղին վախցնում արա։ Արի։ Եղավ։ Եղավ արա։ Ես ինչ ես հնար է։ Կատրի կռիվ դարավ, էլի։ Ապրես։ Հիմար։ Սամաձելնի, հա։ Ձերով ես արկած կլնի, սկոչով, մոչով։ Կատվի ձեն արա, հորին է ծախում, հատը 3 եվրո։ Հələ սրա բիզնեսը դու նայ։ Դու ինչ ես կողքից նկարում։ Արա իմ ջոգելով մենակ իմ նման ապուշը սրանից ապրանք կարնի։ Լուրջ մարդու ոնց կարա հետաքրքիր լինի պզիկին փոխտա, որ դնի լեզվի վրա սատկած կամ գրգռված կատվի ձենդուս գա։ Էդ ինչ բիզնես է մտածի արա, հələ ինչ է ծախում, ինչի վրա է փող բռնում։ Ուրախ ժողովուրդ են էլի, հայրելն էին կռիվ էին շինեիմի, թե։ Աղբերս կնգաս է տանցնում եմ, դու կատու ես գցում ոտերից տակ ասում ես Գնացինք ծիլքար աղբեր Thank you very much
Դե ինչ 50 րոպեն անցավ 5 րոպեվա պես, գարեջուրը խմեցինք, հաց կերանք ու եկանք ֆիքսելու այդ աստղափայլ վիճակը, քանի որ ձեզ խոսք ենք տվել։ Այսքանով ավարտում ենք մեր հաղորդումը հրաշքների քաղաք Փարիզից, նորից հանդիպելու ակնկալիքով։ Էս էլ 12-ը խփեց ու մեր ասածը։ Մնաց բարով սիրուն, էսթետիկ Փարիզ։ Մենք նորից անպայման կվերադառնանք քեզ մոտ։ I just wanna tell you I am in all the words. So baby now, and I'm thinking about how people fall in love in this thing.